Դիանա Գրիգորյանի «Վերջին զանգ» սերիալում թվում էր, թե Հենրիի և Անգելինայի հարսանիքը վերջապես այն հանգուցալուծող պահն է, երբ բոլոր կողմերը համակերպվել են, ներել կամ գոնե ձևացրել, թե ընդունում են նորապսակների միությունը։ Շատերն իրենց երջանիկ էին ցույց տալիս, նույնիսկ նրանք, ովքեր սկզբում կտրականապես դեմ էին այս միությանը, բայց այս փայլուն մթնոլորտում կար մեկը, ով ներել չէր կարողացել։ Նա չէր աղմկում, չէր ներկայանում բացահայտ դիմադրությամբ, բայց պատրաստել էր վերջին ուժեղ հարվածը ճիշտ հարսանիքի օրը։ Հոսքը Բետիի մասին է։ Բետին Հենրիի նախկին կինը, ումից թվում էր, թե հարթ ճանապարհով էին բաժանվել, հարսանիքի ժամանակ ուղարկում է ծաղկեփունջ, ուղեկցությամբ գրության։ Անգելինան բացում է այն, սկսում ընթերցել, սակայն մինչև ավարտելը Հենրին հուճապահար խլում է գրությունը, գիտակցելով, որ դա կարող է վերջ դնել ոչ միայն իրենց հարսանիքին, այլև հարաբերություններին։ Գրության մեջ նշվում էր հետևյալը. Հենրին գիտի ճշմարտությունը քո կենսաբանական ծնողների մասին և լռում է։ Հենրին սարսափում է, հասկանալով, որ այն Բետին, ում ինքը բարությամբ ճանապարհել էր օդանավակայանում, ի վերջո հենց նա էլ այսպիսի հարված հասցրեց։ Բետին կարծես փորձում էր ոչ միայն վրեժ լուծել, այլ վերջնականապես խառնել ամեն ինչ, թողնելով Անգելինային կասկածների մեջ, իսկ Հենրիին խուճապի ու անհայտի մեջ։ Իսկ այս գրությամբ ավարտվում է Բետիի կերպարային գիծը։ Նա դուրս է գալիս պատմությունից, կատարելով իր առաքելությունը։ Ի դեպ, Բետիի կերպարը մարմնավորող բլոգեր Էլիզ Մելիքյանը սոցցանցերում կիսվել է իր խաղային փորձի մանրամասներով, նշելով, որ սա իր առաջին սերիալն էր և թե որքան նոր ու վախեցնող էր ամեն բան բեմի դերասանների սցենարների աշխարհում, բայց մի բան Էլիզը շեշտում է շատ հստակ. երբեք չի զգացել միայնություն։ Նա իր անկեղծ շնորհակալությունն է հայտնել Դիանա Գրիգորյանին իրեն վստահելու ու այս փորձն ընձեռելու համար, ինչպես նաև ողջ նկարահանող խմբին հոգատարության ու համբերատարության համար։ Հատուկ շնորհակալություն է հայտնել նաև իր խաղընկեր Լևոն Մկրտչյանին Հենրիի դերակատարին աջակցության համար։ Թեև Բետիի կերպարը կարճ էր տևել, բայց այն ստացավ յուրահատուկ արձագանք։ Իսկ Էլիզը արդեն իր հարցազրույցներից մեկում նշում է, որ այլևս չի պատրաստվում նկարահանվել սերիալներում, քանի որ սա իր համար չափազանց բարդ ու պատասխանատու գործ էր։ Նա անկեղծ է ընդունում, դժվար է պրոֆեսիոնալ դերասանների կողքին խաղալ առանց համապատասխան կրթության կամ փորձի։ Բայց վերադառնանք հարսանիքի էմոցիոնալ գծին։ Ոչ բոլորի աչքերում էր միայն ուրախություն։ Վիկտորիան Անգելինային տարիներով մայրություն արած կինը չի կարողանում թաքցնել իր տխրությունն ու խանդը։ Հարսանիքի ընթացքում մի քանի անգամ լուռ արտասվում է։ Նա տեսնում է, թե ինչպես են Աննան ու Անգելինան մոտենում իրար ջերմությամբ։ Աննայի խոսքերը «Ես նրան սիրում եմ ինչպես հարազատ աղջկա» քանդում են Վիկտորիայի ներսի ամրոցները։ Անգելինան էլ զգալով մոր էմոցիոնալ ծանրությունը մոտենում է նրան, գրկում ու ասում. «Մամ, ես քեզ միշտ սիրելու եմ, քեզ ու հայրիկին»։ Սրանք այն պահերն են, երբ սիրո ու ճշմարտության միջև մղվող պայքարը դադարում է սև ու սպիտակ լինել։ Ով է իրական մայր, նա, ով ծնեց, թե նա, ով մեծացրեց։ Ով է արժանի մեղադրանքի, նա, ով մոլորվեց ստի մեջ, թե նա, ով չհամարձակվեց ասել ճշմարտությունը։ Մեկ բան հստակ է. հարսանիքն անցավ, բայց հետո սկսվելու է ամենակարևորը՝ ճշմարտության բացահայտման ու վստահության վերականգնման ճանապարհը։ Հարգելի հետևորդներ, ինչպես կվարվի Հենրին, հասկանալով, որ ամեն բան բացահայտման եզրին է։ Արդյոք ճշմարտությունը կպատմի Անգելինային։ Գրեք մեկնաբանություն։